Աշկես բումբումիկ Ժպիտը կոտակի տոտաները բումբումիկ Սիրո լծրուսատերը դու ամենքի Սիրո լծրուսատերը ամենքի Սիրո լծրուսատերը դու ամենքի Ողջույն պարոն բումի շատ սիրելի փոքրիկ հեռուստադիտող բարեկամներ Եթերում է մայրիկներ և բալիկներ ծրագիրը Ձեզ հետ են Մերի և Արուսիկը Բարև ձեզ սիրելի փոքրիկներ Ողջույն սիրելի հասակակիցներ Մենք ATV հեռուստաընկերության տանը մենակ հաղորդման հաղորդավարներն ենք Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ուրախ, բարի ու չափազանց երաժշտական լալյաֆան է Ես Անահիտ Ալեքսանյան և Ես Սարգիսն եմ Երեխաներ երևի իրենք ավելի լավ կպատասխանեն, թե իրենք ավելի շատ որ հաղորդաշարն են սիրում եւ որն են այն։ Ես սիրում եմ տանը մենակ հաղորդումը Ես սիրում եմ բումբումիկը Ես սիրում եմ գիտունիկը Ես սիրում եմ քերի մուլտիկնիկը Ես սիրում Ստիկ Արշենը Ես շատ եմ սիրում հանրային ռադիոյի լալյաֆա հաղորդումը Բումբումիկը Ամեն օր բումբումիկը նայում եմ Ես նայում եմ քերի մուլտիկը եւ բումբումիկը Ես նայում եմ բումբումիկ հաղորդավայրը որովհետև նա շատ հետաքրքիր է Պարոն բումը մեզ ասում է ծիծաղելի բաներ Ես նայում եմ գիտունիկի հաղորդումը Ես նայում եմ բումբումիկ հաղորդումը որ շատ գիտելիք ստանամ Տանը մենակը Բումբումիկ, եթե ճիշտ եմ ասում Հետո մանկական տանը մենակ Բումբումիկ Հիմնականում բումբումիկն են նայում Ինքը հենց կոնկրետ երեխեքի համար է Երեխաների համար հետաքրքիր է շարժուն, մեջից աղրածուն Քերի մուտիկը ինձ սովորացնում է նկարել Երևի միջներից էլի բումբումիկն է, որ որոշակի բաներ երեխաներին տալիս է Մեկ էլ հայրենիքի մեր դպրոցը և մարզական դասընթացները, որ երեխաներին ինչ-որ բան է տալիս և նայում են հաճույքով Ես սիրում եմ պարոն բումին մեկ էլ իրար հերոսներին Բուբուին և գորտուկին Պարոն բումին Ուլին Ամեն ինչ նայում եմ ես Ցանկանում եմ շատ ժպիտ Մեր լալյաֆան հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրության երևի ամենալավ հաղորդումներից մեկն է Հաստատ գոռոզություն չենք անում, պարզապես գիտենք, որ իսկապես շատ են սիրում ոչ միայն երեխաները, այլև նաև տատիկներն ու պապիկները մենք այնպիսի հավատարիմ ռադիո լսողներ ունենք Իսկապես ամենաշատ լսվող հաղորդումն է, հաստատ Բայց դրանց լավ տրամադրություն է պարգևում, այնպես որ ցանկացած տարիքի մարդ էլ կարող է լսել եւ բավականին լավ տրամադրությամբ անցկացնել իր ամբողջ օրը Իսկ հաղորդման նպատակը լավ երգեր, մանկական, մանկապատանեկան երգեր հավաքելն է, ներկայացնելը ռադիոլսողի ուշադրությանը եւ իհարկե շատ թեժ մրցակցություն ապահովելը, ինչպես տեսակ, այդ մրցակցությունը մեր հեռախոսը կարծես թե ապահովում է։ Քանի որ Իսկ կարծես մինչեւ հիմա է ապահովում։ Անջերմ զանգահարում են։ Հաղորդումը ավարտվում է, բայց զանգեր շարունակում են դեռ գալ։ Իսկապես շատ կարևոր է մանկական երգեր հավաքելը, քանի որ մեր ռադիոլսողները շատ են զգում մանկական երգերի կարիքը ու ասում են, որ շատ քիչ են։ Ու մեր միջոցով գրվում են նոր երգեր մեր համար, ներկայացվում են
հանրայինի եթերում։ Ու ինձ թվում է ոչ միայն ռադիո լսողներն են ուրախանում այս հաղորդումը լսելուց, ես ու Սարգիսն էլ այնքան ենք ուրախանում ամբողջ եթերի ընթացքում, որ երևի չորեքշաբթի օրը մեր ամենաուրախ օրն է լինում ամբողջ։ Եվ եթե այս օրը չի լինի մեր շաբաթվա ընթացքում, չգիտեմ, չեմ պատկերացնում կյանքը արդեն 2 տարի է ինչ մենք ենք վարում հաղորդումը։ Իրականում հաղորդումը մինչ այդ 5 տարի է արդեն կա, վարում էր Արտակը Վարդանյան։ Հիմա մենք ենք վարում 2 տարի է եւ շատ ուրախ ենք, որ մեր կյանքում կա Լալաֆան։ Իհարկե շատ հետաքրքրացնում ամեն ինչ կապված Լալաֆայի հետ եւ ուղիղ եթերը իր դժվարություններով, հետաքրքրություններով, եղող թերություններով իհարկե այդ ամենը շատ ավելի հետաքրքիր է դարձնում, բայց կարծում եմ, որ ամեն ինչ անցնում է շատ ուրախ, ամենակարևորը դա է։ Հաճախ լինում է, երբ որ ինչ-որ սխալ բան ենք ասում ու դրա սկսում ենք ծիծաղել, քանի որ այդ ծիծաղը հնարավոր չի զսպել։ Ուղիղ եթերում սկսում ենք ծիծաղել, հետո մի կերպ դուրս են գալիս իրավիճակից։ Ռադիոլսողներին, ովքեր որ լսում են, բոլորին ենք խորհուրդ տալիս, որ երբ լսում եք մի երգ, որը ձեզ դուր է գալիս, անպայման զանգարեք ու քվեարկեք դրա օգտին, այդ երգի օգտին, որովհետև մասնակիցները հենց դրան են սպասում, չէ՞ որ ձեր ձայների շնորհիվ որոշվում է թե որքան սիրելի է երգը, որովհետև գիտեմ, որ շատ մարդիկ են լսում, շատ պարզապես մտածում եմ, որ այնքան էլ հարմար չի զանգել կամ կզանգահարեն կամ իրական չի քվեարկությունը եւ դուք հաստատ իմացեք, որ ձեր բոլոր ձայները գրանցվում են, մեր թերթիկը կա, այստեղ ցույց տանք նրանց։ Հատիկ գրանցում ենք մեր բոլոր ձայները, իհարկե մի մասը մեր խմբագիրը, հետո այդ ձայները հաշվում ենք եւ կազմում արդեն հաջորդ շաբաթվա տասնյակ։ Ես կուզեի նայել կենթանիների մասին ավելի շատ հաղորդումներ, մոլորակի, այսինքն երկրագնդի տեզերքի մասին հաղորդումներ ու արդեն ավտոմեքենա սպորտ։ Ես կուզենայի, որ լինեին կենթանիների մասին հաղորդումներ։ Այնտեղ գրված լինեին, որ այն կենթանիների մասին, որոնք հիմա չկան։ Կենթանիների մասին, որտեղ շատ հետաքրքիր է հին կենթանիների մասին լսել։ Ինչով են նրանք սնվում, ինչով են ապրում։ Ես կուզեի, որ լիներ սպորտի մասին հաղորդումներ։ Կուզենայի, որ մանկական հաղորդումները կլինեն բարի, ուրախ, ժպիտով, երգերով։ Ավելի լավ հաղորդումներ կարելի է երեխաների համար պատրաստել, որոնք լինեն եւ ուսուցողական, եւ ժամանցային, եւ հետաքրքրեն երեխաներին։ Լինի ավելի հետաքրքիր, ավելի բազմակողմանի, որպեսզի զարգանան երեխաները, լինի ավելի խաղերը միջի շատ, ավելի ուսումնական բաները լինի շատ, տարերը սովորեցնեն երեխաներին, ոտանավորներ, երգեր, որևիցե բաներ, պարեր, որպեսզի երեխաները ավելի հաճույքով նստեն նայեն։ Այն ժամանակվա հաղորդավարները, որ բանասիրական կրթություն ունեին, այն կրթություն վերականգնեն, որպեսզի դուք էլ այնպիսի բան հաղորդեք, որ իսկապես երեխայի համար ճիշտ է։ Ինչ հնարավոր է ուսուցանան երեխաներին, որ ավելի գիրք լինեն, ավելի շնորհքով։ Մի քիչ ավելի ուրախ լինի, զվարթ լինի, որ չձանձրանան։ Եթերում կուզենայի տեսնել ավելի շատ բարի հաղորդումներ, դասիրակչական, քանի որ երեխաները հեռուստացույց շատ են նայում եւ ավելի շատ դասիրակվում են հիմա հեռուստացույցից եւ ցանկալի կլիներ մաքուր գրական խոսելը առաջին հերթին, դասիրակչական եւ իհարկե բարի տրամադրություն եւ ամենակարևորը երեխան ինքը հաճույք ստանար տվյալ հաղորդումից։ Ես Համարիկն եմ։ Ես Մարիշոկն եմ։ Ես Եվան։ Ես Ալանն։ Ես Սոնան։ Մենք ATV հեռուստաընկերության տանը մենակ հաղորդման հաղորդավարներն ենք։ Եթերում ենք 1 տարուց ավելի։ Տանը մենակ հաղորդման նպատակն այն է, որ երեխաների առօրյան դարձնեն ավելի հետաքրքիր։ Օրինակ ես, Մարիշոկը, խոհանոցում եմ աշխատում եւ պատրաստում եմ մայրիկների թե երեխաների համար շատ համեղ ուտեստներ, խմորեղեններ, համեղ կոկտեյլներ եւ աղցաններ, որը համոզված եմ ինձ մոտ շատ լավ է ստացվում եւ ինձ մոտ ամեն 2 շաբթի 5 շաբթի գալիս են Վիկտորինայի հաղթողները։ Իսկ Վիկտորինայի էջը վարում է իմ շատ լավ ընկերուհի Թամարիկը։ Բարև ձեզ, ես Թամարիկն եմ։ Ես Վիկտորինայի բաժինն եմ վարում, տալիս եմ հարցերը, իսկ երեխաները պատասխանում են եւ կարողանում են դառնալ տանը մենակ հաղորդման հյուրը։ Իսկ դա շատ լավ է։ Վիկտորինայի նպատակը ոչ միայն երեխաներին հյուր բերելն է, այլև նրանց գիտելիքները զարգացնելը։ Երեխաները լսում են Վիկտորինայի ճիշտ պատասխանները եւ իմանում են բազմաթիվ բաներ, իսկ ես իմ հարցերը ընտրում եմ տարբեր բնագավառներից։ Սիրելի երեխաներ, դուք կարող եք զարգացնել ձեր գիտելիքները նաև Եվայի գիտեկարծոքներին հետևելով։
Բարև ձեզ, ես Եվան եմ, ներկայացնում եմ գիտեք արդյոքների շարքը, որը շատ է օգնում երեխաներին հարստացնել իրենց գիտելիքները։ Օրինակ գիտեք արդյոք, որ սագերն ու կատուները դիմանում են 100 աստիճան ցրտին, իսկ գիտեք արդյոք, որ ջայնամների ձուն հավասար է հավի 20-25 ձվին, այդ ձվի երկարությունը 30-35 սանտիմետր, իսկ գիտեք, որ կատուները այդ մասին թող պատմի Սոնան, որովհետև նա ներկայացում է կենդանիների մասին էջը։ Ողջույն, իմ անունը Սոնա է, եւ էջը նվիրված է բույսերի եւ կենդանիներին, քանի որ իմ կարծիքով կյանքն առանց բույսերի եւ կենդանիների պարզապես անիմաստ է։ Ես երեխաներին խորհուրդ եմ տալիս, որպեսզի նրանք խնամեն իրենց տնային բույսերը եւ կենդանիներին։ Իսկ Ալան տալիս է հետաքրքիր օգտակար խորհուրդներ։ Ողջույն, ես Ալան եմ եւ տալիս եմ զանազան օգտակար խորհուրդներ, որոնք օգնում են երեխաներին թե խոհանոցում եւ թե առօրյա կյանքում։ Իսկ որպեսզի շատ ձանձրալի չնի, ես պատրաստում եմ նաեւ շատ գեղեցիկ զարդեր։ Ի դեպ, այս տոնական օրերին ես կպատրաստեմ միայն ամանորյա զարդեր։ Պատկերացնեք, մեր նկարահանումները ինչ հետաքրքիր են ասնում, ինչ զվարճալի եւ մենք ամեն օր ծիծաղում ենք միմյանց հետ, քանի որ մենք ձեզ խաբում ենք, ասում ենք տանը մենակ ենք մնում, սակայն մեզ հետ են մեծ ստեղծագործական խումբ, որտեղ նրանք մեզ հետ միասին կատակում են։ Մեզ հետ աշխատում են մեր շատ սերի օպերատորները, ինչպես նաեւ մեր ռեժիսոր Անահիտը, սակայն ճիշտ ասած նա մեզ վրա երբեք չի բարկանում։ Այս ինչ ես ասում, Սոնա։ Դե իհարկե մի քիչ բարկանում են մեզ վրա, երբ ինչ-որ մի բան այնպես չենք անում, բայց ճիշտ է, մենք չենք նեղանում մեր շատ սիրելի ռեժիսորից, քանի որ գիտենք, որ մեզ նա շատ է սիրում եւ մենք էլ նրան ենք շատ սիրում։ Այս մեկ տարվա ընթացքում մենք իրար հետ շատ ենք մտերմացել եւ դարձել լավագույն ընկերներ։ Մենք շփվում ենք ոչ միայն նկարահանման ժամանակ, այլև նկարահանումից դուրս։ Իսկ հիշում եք, երբ գնացինք մենք թութանչի ամեն մարդու բանջի հաղորդմանը մասնակցելու։ Այո, այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր, այնտեղ մենք ծաղկներ հավաքեցինք, հիշում ես։ Այո, իհարկե հիշում եմ, Ալա։ Իսկ հիշում եք երեխաներ, որ Սոնան յուղից աթար խնդրեց, որպեսզի տանի իր մայրիկին տա, բայց ես այդ աթարը բերել եմ, որպեսզի ծաղիկներ պարտացնեմ։ Սոնա, իսկ բայց հիշում ես, մեր օպերատոր սիրելի Լևոնը ինչ ասեց։ Ոչ։ Նա ասեց, այդ վերցնում ես ինչ անես, ավտոյի մեջ շատ վատ հոտ ես գցել։ Ճիշտ է, ես նրանց շատ ուշ եմ միացել, բայց արդեն մենք հասցրել ենք դառնալ լավ եւ շատ մտերիմ ընկերուհիներ։ Երբ Մարիշոկն ասում է, եթե տրամադրում եմ շատ սիրելի ընկերուհիներին, դա շատ ճիշտ է ասում, որովհետեւ մենք իսկապես շատ լավ ընկերուհիներ ենք։ Եվ ավելին ասեմ, մենք արդեն դարձել ենք քույրիկներ։ Եվ մեր օրը շատ ուրախ է անցնում։ Այնպես որ մնացեք մեզ հետ միասին, տանը մենակ, ամեն օր, ժամը 15-ին։ Առայժմ Պստիկաշենը հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագրության հաղորդումներից մեկն է, որը նախատեսված է, որն ուղղված է ամենափոքրերին, մեր պստիկներին, ինչպես մենք դիմում ենք նրանց պստիկաշենցիներին։ 3 տարի է, ինչ այս հաղորդումը կա մեր եթերում, հաղորդումը վարում եմ ես, վարում եմ իմ փոքրիկ գործընկերների հետ։ Ափսոս, ցավոք, նրանք այսօր այստեղ չեն, դուք նրանց չեք տեսնում։ Իսկապես ցավում եմ, որովհետև նրանցից յուրաքանչյուրի դեմքը կասեր, թե ինչքան ուրախ ու պայծառ մթնոլորտ է ստեղծվում մեր ստուդիայում, մեր պստիկաշենում։ Պստիկաշենը այն ամենի մասին է, ինչը կարող է հետաքրքրել այդ տարիքի երեխաներին, փոքրիկներին։ Մենք փորձում ենք պատասխանել նրանց հարցերին։ Պստիկաշենում ունենք ինչույքների զբոսայգի, գնում ենք ինչույքների զբոսայգի, լսում ենք երեխաների ինչույքները, գտնում դրանց պատասխանները։ Սա մի տեղ է, որտեղ կարելի է նստել ու զրուցել, լսել երեխաներին։ Նայեք պատերին, տեսնում եք աշխատանքներ են, երեխաների նկարներ են։ Պստիկաշենում որոշել ենք գեղեցիկ աշունը երկար պահել մեր ստուդիայում, մեզ մոտ, եւ խնդրեցինք երեխաներին, ռադիոլսող երեխաներին, որ ուղարկեն իրենց աշխատանքները։ Տեսեք, ինչ գեղեցիկ աշխատանքներ են ուղարկել նրանք բոլորը։ Մեծ պատասխանատվություն է երեխաների հետ աշխատելը։ Պետք է լինել շատ ազնիվ, պետք է շատ սիրել նրանց եւ կեղծիք լինել այս ոլորտում չի կարող։ Ու այդ մարդիկ աշխատում են հենց այդպես։ Իմ գործընկերները, ովքեր աշխատում են ռադիոյում, ովքեր աշխատում են հեռուստատեսությունում երեխաների հետ, հենց այդպես էլ աշխատում են։ Մենք կներկայանանք այսպես. Եթերում է մայրիկներ եւ բալիկներ ծրագիրը։ Ձեզ հետ են Մերի եւ Արուսիկը։ Մենք ներկայացնում ենք մանկական նախագիծ Արձագանք ռադիոկայանի եթերում։ Սա այն ռադիոկայանն է, որն ունի ծրագրեր բոլոր տարիքի մարդկանց համար։ Եվ եթե կան երեխաներ եւ նրանք ունեն ցանկություն մասնակցելու որևէ ծրագրի, նշանակում է մեր ռադիոկայանը պետք է ունենա նաեւ մանկական նախագիծ։ Բոլոր բալիկները կարող են ամեն օր փաթ 17-ից 20-ից մասնակցել մեր ծրագրին։ Իսկ ինչպիսին է մեր ծրագիրը։ Շատ գեղեցիկ։ Այդքանով ամեն ինչ ասված է։ Ոչ, բոլոր երեխաները կարող են զանգել,
մասնակցել, ստանալ նվերներ, որովհետև մեր գործընկերները, ինչպես նաև պարոն Բումը, որ մեր ամենասիրելի գործընկերն է, մեզ տրամադրում են բազմաթիվ մրցանակներ, որոնք սիրով հանձնում ենք այն երեխաներին, ովքեր կարողանում են իրենց խնդիրը շատ լավ լուծել։ Մեր ծրագիրը կոչվում է Մայրիկներ եւ Բալիկներ, որտեղ միշտ վարում եմ ես եւ իմ մայրիկը։ Ես եւ իմ բալիկը։ Իսկ մանկական ծրագրերը շատ պատասխանատու են, որովհետև երեխաները շատ անկանխատեսելի են, բայց միևնույն է մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ պաչիկներ ենք ուղարկում եւ ուզում ենք, որ ձեր կյանքում ամեն բան գեղեցիկ եւ հեքիաթային լինի։ Ամենակարևորը, որպեսզի լավ տրամադրություն ձեզ երբեք չլքի, որովհետև եթե ուրախ տրամադրություն չեք ունենում, մանկական հաղորդում պարզապես հնարավոր չէ ստեղծել։